Խաղաղություն բոլորիս, ես գիտեմ, որ ունենք արդեն, բայց եթե մի քիչ էլ պակաս է, ես շատ կուզեմ, որ մենք հետի կարենանք ընդունենք։ Ես որ կանգնած էի, իմ կոկորդը քիրվում էր, հազում էի։ Եթե ես այդ ջուրը չխմեմ մի կողմ, իմ կոկորդը չի բժշկվի, չէ՞։ Ես ուզում եմ ուղղակի մի քիչ զրուցենք մեր երկնավոր հոր սիրո մասին։ Օրինակ ոնց եք պատկերացնում, ես շատ անգամ մեր մոտ ասել եմ, եթե իմ այտին ապտակեք, ես մյուսը սիրով կառաջարկեմ, բայց եթե իմ աչքի առաջին որդուն նսեմացնեք, ես չգիտեմ, ես ինչ արձագանք կունենամ, բայց դուք պատկերացրեք, որ Հիսուսը 3 անգամ, ամեն անգամ մի ժամ խնդրում էր հորը հայր, եթե կարելի այս գավաթը անցկացրա։ Ասենք ինչ է ստիպեց մեր երկնավոր հորը, որ Հիսուսի խմելու գավաթը չանցկացրեց։ Եղբայրը ասեց Կորինթացիների 13 միանշանակ սերը մեր նկատմամբ։ Եվ ես այդ ինչի համար եմ արտահայտվում, քույրեր եղբայրներ, որ մենք ստեղ ամենքս մի բան հասկանանք, որ մենք դեռ գոյություն չունեինք, բայց մեր երկնավոր հայրը արդեն իր սրտի սիրուց դրդված որոշել էր, որ Հիսուսին պատժի իմ ու քո փոխարեն, էլ ինչ անի, որ ես ու դու հավատանք իրան։ Կամ մենք ինչ անենք, որ մեր հայրը մեզ սիրի, այդքանից հետո, ինչ որ բան կա, որ ես կարամ դրա փոխարեն հատուցանեմ։ Ասենք մեր երեխեքը արժեք ունեն, չէ՞ մեր համար։ Բայց ինչ արժեք ունեն, ինչքան արժեք ունեն, դա ոչ մեկ չի կարող ասի։ Դրա համար ես կուզեմ չնայենք մեր արժանիքին, խնդրում եմ ուղղակի, մենք շատ ենք այնց սովորել նայելու մեր արժանիքին, մի բան անեմ, որ ինչ որ դրա համար փոխարեն Աստված տա, Աստված իր հարաբերությունները, որ մեր հայրն է, չի կառուցում կանոնների ու օրենքների վրա։ Ոնց որ մայր ու աղջիկ կամ հայր ու որդի հարաբերությունը կառուցված չի երեխու պարտականությունների վրա կամ ծնողի, չէ՞։ Համաձայն եք, չէ՞ դրա հետ։ Տերը օրհնի մեր ամեն մեկին։ Ես ուզում եմ ասեմ, որ մենք մեր երկնավոր հոր համար անսահման արժեք ունենք։ Տարիներ առաջ էր մի օր, չեմ հիշում հիմա ինչ եմ արել, բայց մի բան լավ հիշում եմ, ես ինձի մարդ չէի զգում, էլուր մնաց եղբայր համարվեմ, լացում ողբում եմ իմ անձի համար, ու աղոթքի ընթացքում Տերն ասում է լրջացի ապաշխարի, որովհետև ես չեմ ուզում իմ արքայությունը, իմ հավիտենությունը առանց քեզ անցկացնեմ։ Ոնց ասում եմ, Տեր, ուրեմն ես քո համար այդքան կարևոր եմ։ Մի հատ հարց տվեց, ասեց, կուզես տունդ լինի, տղեդ չլինի։ Ասի ոնց կուզեմ այդպես բան, ասում եմ, այտենց էլ ես չեմ ուզում առանց քեզի իմ հավիտենությունը, իմ արքայությունը ինձ պետք չի, եթե դու ընդե չես լինելու լրջացի ապաշխարի։ Մեր գյուղում մի հատ եղբայր ունենք, որ երեխա չունի։ Ուրեմն պատմում են մի եղբայր 11 երեխա է ունենam, մեկը սկի չի ունենam։ Մի օր այդ չունեցող այդ աղբորն ասում այ աղբեր, ախր գրված ով որ երկուսն ունի, թող մեկը տա չունեցողին։ Դու 11-ն ունես էլ ինչ կլինի, մեկին տուր ինձի, այ աղբեր, ասում ախր ես ամեն մեկից մի հատ ունեմ, երկու հատ չունեմ։ Օրինակ դուք ոնց եք կարծում, մեր երկնավոր հայրը, ես ինձ բերեմ օրինակ, ինձանից երկու հատ ունի, միանշանակ չունի, քեզանից էլ չունի երկրորդը։ Տեսեք, ես իմ վկայությունը կասեմ այդ ուղղությամբ, որ Տերը մի օր ինձ լավ դաս տվեց, շատ տեղին։ Առակաց 17-17-ում գրած է, բարեկամը ամեն ժամանակ սիրում է և եղբայրը նեղության ժամանակվա համար է ծնված։ Ռուսերենում գրված է, բարեկամը ամեն ժամանակ սիրում է և կհայտնվի կօգնի քեզի նեղությանդ մեջ ինչպես հարազատ եղբայր։
Այսօր առավոտ է Տերը այդ բանը նորից դրել սրտիս, որ ես կիսվեմ ձեր հետ։ Տարիներ առաջ էր եղբայր ունենք, որ երեխա չունի, նոր ասի 10 տարի ապաշխարեց, միջև կարեցավ որոշ բաներից ազատագրվի։ Մի օր էլի խմե հարբել էր, ես էլ որոշել եմ, որ էլ չեմ այցելելու իրան, այտենց աղբերն ինձ պետք չի։ Հետաքրքիր էր, որ գնացել էի, դե մենք գյուղում ենք ապրում, խոտ էի քաղել, այդ խոտը պետք է կլորեմ անասունների համար։ Հիմա դե այն գործնա, որ միշտ համարյա ծնգի վրա ես, եթե ով որ արելա կպատկերացնի։ Հիմա ուղղակի մեջ եկել է երգ, նեղ օրերից ուրախացող կեղծ ընկեր երգը։ Ես էլ աղոթում եմ, Տեր ինչ կլինի, արյունովդ մաքրի, եթե այդ աշխարհի երգը ինչի անգե բեյնս հա բղծում անձի, մեկ էլ Սուրբ Հոգին այդ համարը հիշեցրեց, եթե այդ եղբայրդ ասի լեն օրերից ուրախացող կեղծ եղբայր ճիշտ կանի, դե հանդիմանվելուց հետո օրինակ դուք ինչ եք անում։ Դե մի անգամից սիրտս բլվավ, արցունքներ եկավ, մի աղոթում եմ, ասում եմ, Տերների այդ համ տուն, այդ համ կայցելեմ եղբորս։ Ու գիտեք որներ հետաքրքիր, երբ որ քայլում էի իրանց տուն, մի Սուրբ Հոգին շարունակում է ինձ դաստիարակել, հասունացրել այդ հասակին, գիտեք, եթե Հիսուսը Պետրոսին շուտ ասեր գնա Կորնելոսի տուն, Պետրոսը չէր եթակ ասեր ես անհավատի տուն երբ եմ մտել, որ հիմա եթամ չէ, միջև հասունացավ, ահագին 3 անգամ բացատրեց, որ Պետրոս, այն որ Աստված սրբել է, այն որ ես սրբել եմ, սուրբ եմ համարեմ, դու պիղծ մի համարի։ Հիմա այտենց ինձ է սովորացնում, քայլում եմ ճամփով, ու Սուրբ Հոգին ասում է, ես չեմ ուզում դու քրիստոնեությանը վայել կյանք ապրես, զարմացա ոնց, ասում եմ, Տեր, ախր մեր հավատքը քրիստոնեությունը, հետի ուսուցումը, ասում է, հա դու ճիշտ ես, հետի վարդապետությունը ուսուցումը։ Բայց Քրիստոսը անձնավորություն է, ես ուզում եմ դու Քրիստոսին վայել կյանք ապրես, այսինքն ոնց ինքը կվերաբերվեր, այտենց դու վարվես, ոչ թե ինչ որ գրված է։ Գրվածքը չի հերքվում, գիտեք, Հիսուս կատարել է այդ գրվածքը, ճիշտ հասկացեք, ես չեմ խոսում, որ մենք գրվածքը չկատարենք, բայց գրվածքը պետք է կատարել նենց, ոնց որ Հիսուս կատարեց, ոչ թե իմ հասկացած ձևով, չէ։ Հովանու 13:34-ում ինչ է գրված, սիրեցեք մեկ այդ մյուսին, չէ, սիրո մասին շատ ենք խոսում, բայց չի ասեմ ոնց որ դուք եք հասկանում, ասում է այլ այնպես, ինչպես ես ձեզ սիրեցի։ Հիսուսը սիրո որակը ցույց է տալիս, չէ՞ մեզի։ Հիմա Տերը օրհնի մեզի, գնացել եմ ու Սուրբ Հոգին ասում է, որ հանգարց ոչ մի բան չխոսաս։ Գետաս, կբարևես, կնստես, կասես թե ոչ մի բան չել է, ախպեր է տա ուղակի, կնստես որպես եղբայր։ Մի գնացի բարև տվի, ինքն էլ նստել է շատ զգացմունքային եղբայր է, շատ անուշ սիրտ ունի։ Նստել է սեղանի դեմը, երկու կողքից բռնել է, ես դեմ դիմաց նստել եմ, գլուխը կախ, բարևս առավ, նստա, հիմա ասում անձի ասելու բան չունես, ասում չէ ինչ ասեմ, ախպերես, եկել եմ նստեմ կողքդ, ախպերես չես, այտենց որ ասի սիրտը բլվավ, սկսավ հեկեկալ։ Հիմա ասում եմ, ուրեմն Հիսուսն ինձ սիրում է։ Ասում եմ, ինչ հալ է, այ ախպեր։ Ասում եմ, ես էլ ասում եմ, Հիսուս ջան, եթե ինձ սիրում ես, ինչ կլինի այդ վարամին ասա, թողա նստի կողքս, բայց ոչ մի բան հանգարց չխոսա։ Չասի, որ ես այտենց արե։ Հա, մի քիչ լացավ, աղոթքարինք դրանից հետո, բայց արդեն բժշկվել էր, գոհության աղոթքարինք։ Հիմա ինչ եք կարծում։ Հիսուս որ գա մեր հայտնված վիճակին, ոնց պետք է վերաբերվի մեր հետ։ Այն անառակինը Հովանու 8-րդ գլխում մենք շատ ենք հիշում, որ բերել էին, բերողները կարծում էին իրանք արդար են, Մովսեսի օրենքով իրավունք ունեն, հələ Հիսուսին էլ էին ուզում մի հատ բան գտնեն վրեն, որ նրան էլ մեղադրեն, բայց երբեք չէին պատկերացնի, թե ինչ պատասխանա տալու Տերը։ Ինձ զարմացրեց Հիսուսի համարձակ պատասխանը, ասում է ձեզանից արդար լինողը թող առաջինը ինքը քարը գցի, ուզում էր ասել, եթե ձեր մեջ մի հատ արդար կլինի, թող սկսեք սաղով։ Բայց երբ որ
քարերը թափին գնացին։ Գիտեք, այդ քարերը ձեռից գետին գցելը ինչ էր նշանակում, որ մենք էլ արդար չենք։ Նրանք խոստովանություն արին, որ մենք էլ արդար չենք։ Հիսուսը ասեց կին, ուր են քեզ մեղադրողները։ Խեղճը վախեցած կողերը նայեց, ասեց չկան։ Դա ասեց ես էլ քեզ չեմ դատում։ Չեմ մեղադրում, բայց գնա էլ այտենց մի արա։ Ասենք այդ վերաբերմունքն է փոխում։ Գիտեք, ես այդ օրը լրջացա, երբ որ ես Հիսուսն ասեց լրջացի ապաշխարի, պատճառն էլ ասեց խի։ Իմ ապաշխարության պատճառը ինքը բացատրեց խի, ես պետք է ապաշխարեմ, որովհետև ասեց ես չեմ ուզում իմ հավիտենական արքայությունը առանց քեզ ունենամ։ Ինչ ես կարծում, Հիսուսն ուզում է առանց քեզ իր հավիտենությունը անցկացնի։ Չի ուզում, չէ՞։ Դրա համար եկեք այդ սիրուց դրթված լրջանանք, էլի ոչ թե գրի վախից, որ հանգարց կուղարկի դժոխք, չէ։ Մի օր ինձ մի քիչ խորացել ես, դու երբ որ ասում ես կներես, ինչ ես ուզում ասած լնես մեկին, ուզում ես ասես լսի, ես չէի ուզում, որ քեզ ցավացնեմ։ Այդ իմ արարքով իմ ու քո հարաբերությունը ինչ որ տեղ խախտվել է, ինչ որ վատ բան է կատարվել, ես չեմ ուզում որ այտենց մնանք, ինչ կլինի, արի մոռացի դու էդի, ների ինձի, ջնջի, որպեսզի մեր այն առաջվա մտերմությունը ունենանք։ Կարանք չէ մենք ասենք կներես, երբ որ զգում ես մեկին ցավացրել ես, դու ինչա ուզում ես նրա հետ հարաբերությունդ խախտվի։ Չես ուզում, չէ, ես մի օր մեր գյուղում թաղում կար, այդ ընդհանուրին ասում են ժողովուրդ սրահում, եթե ես սովորել եմ Հիսուսից այտենց, եթե ես տենամ հանգարց իմ ճիշտ լնելով իմ ու քո հարաբերությունը կփչանա, ինձ ճիշտս հավիտյան պետք չի, ես կզոհաբերեմ իմ ճիշտ լնելը, մենակ թե քեզ չկորցնեմ։ Հիսուսին, որ ասին մեզ աղոտ քանել սովորացել, ասեց աղոթելուց ասեք հայր մեր։ Հիսուսը ում նկատի ուներ, Աստված ում հայրն է։ Պետրոսի, Հովանեսի, Մարկոսի, Հուդայի, բոլորի։ Աստված մեր բոլորի հայրն է։ Հիսուս չասեց, որ Աբրահամի անունով խնդրեք, Իսահակի, Հակոբի, չէ, նրանք սովոր էին այտենց խնդրել, ասեց հայր կոչեք, անձնական հարաբերություն երկնավոր հոր հետ։ Մեկ հետաքրքիր է, որ վիճակս վատ է ալնում, սատանան սկսում է մտքեր բերել, ասում եմ լսի, եթե քաչալը ճար ունենա իր գլխին ճար կանի, եթե դու խելք ունենայիր երկնավոր հոր հետ, քո հարաբերությունը չէիր հասցնի այդ աստիճանին ու չէիր վռնդվի, չէիր ընկնի Աստծո երեսից, եթե դու կարենաս ճար անես, քեզի ճար կանես, ինչ ես քիթդ խոթում իմ ու երկնավոր հորս հարաբերության մեջ, ընձել բան ես սովորցնում, թե իբր թե ես ինչ անեմ։ Ետիս գնա, գրված կա, Աստված իմ հերն է, ես իր հետ իմ հարցերը կլուծեմ, տարիներ առաջ էր, չգիտեմ ինչ հարցով կնոջս հետ գշտվել էինք, առավոտը հելանք բուջուր ծղես մանեժի մեջներ, ոնց արեն շուրջ տվին, այդ երեխու բեինը կպավ գետնին, մեր տունը բիտոն էր, կարպետ էր գցած, հիմա երեխեն կապտել է, չի շնչում, վեկալել եմ, գիտեմ լավ կլինի, դրել եմ դիվանու վրան, կինս էլ գնացել է գոմ անասուններին, բայց երեխեն լավ է լավ, բայց խշմտանքս հանդիմանում ասախ, դու ես մեղավոր, ու ինչով է հանդիմանում, Աստծո խոսքով, ինչի բարկացար խռովար մեղ գործիր, արևն էլ մայր է մտե բարկությանդ վրա, առավոտն էլ հելել ես, այսախ դու ես մեղավոր։ Հիմա երեխեն որ լավ է լավ, հելնում եմ առանձին, որ աղոտ քանեմ, անընդհատ այդ միտքը, դու ես մեղավոր, հա դու ես մեկ էլ մի հատ մեղ, ոնց որ ձայնը լեր կամ միտ կողքից ասում է, ասա հա սատանա, ես եմ մեղավոր, բայց դու չես իմ դատավորը։ Իմ դատավորը Հիսուսն անես, որ փասափուսետ հավաքի թող գնա։ Այտենց որ արտահայտվա, չէ, գիտեք ինչ կատարվավ։ Ես այտենց երանություն հազվագյուտ ալնում, որ վայել ես։ Հիմի լավ ընկել ես, լավ ես արել, վատ ես արել, դի հեչ կապ չունի քո երկնավոր հոր համար։ Ինչքան է քո երեխեն ընկնում ցեխի մեջ, դադարում է քո երեխեն ելնելուց։ Չէ։ Անես որ մենք ոչ որբ ենք, ոչ էլ անտեր, որ խեղճանանք, Աստված մեր հերն է,
Հիսուսն էլ մեր Տերն է։ Փառք իրան։ Աղոթ կանենք, թե իշն է։